Բարև ձեզ։ Այսօր կզրուցեմ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Բարև ձեզ, պարոն դեսպան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հարցազրույցի մեր հրավերը։ Շնորհակալ եմ հրավերին համար։ Այսպիսով ԵՄ Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը պաշտոնապես հանձնվել է Հայաստանին։ Բացի պարզապես ճամփորդության հնարավորությունից, ծրագրում ընդգրկված հիմնական ինչպիսի փոփոխություններ են նախատեսվում։ Շատ շնորհակալ եմ այս կարևոր գործընթացի մասին աշխարհի դարբեր անկյունները ապրող հայերուն թիմելու հնարավորության համար։ Ասիգա գործընթաց մնե, որ մեկնարկած է անցյալ տարի 2024-ի հուլիսին Եվրոպական միության անդամ պետություններու կողմէ ընդունվեցավ որոշումը։ Մուտքի արտոնակիլներու ազատականացման երկխոսության գործընթացը մեկնարկեց 2024-ի սեպտեմբերին։ Այնադեն, երբ Եվրոպական հանձնաժողովի նախկին փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը այցելեց Հայաստան։ Իթեպ մենք մինչ այդ կխոսեինք Հունաստանի Թեսաղոնիկեի մասին։ Ան Թեսաղոնիկեեն է եւ երբ խոսեր նշեց, որ Թեսաղոնիկեն Երևանին ավելի մոտ է, քան Բրյուսելին։ Ուստի կուզեմ ընդգծել, որ ասիգա գործընթացեն մաս մնե, որ միտված է ավելի սերտացնելու Եվրոպական միության եւ Հայաստանի հարաբերությունները։ Եվ որբեսի այս գործընկերությունը դառնա ավելի ամուր, մենք սկսած ենք մուտքի արտոնակիլներու ազատականացման երկխոսությունը։ Ասիգա գործընթաց մնե, որ հիմա անցած է իր առաջին փուլեն, առաջին շրջափակեն, որ ավարտեցավ մուտքի արտոնակիլներու ազատականացման գործողություններու ծրագրի ներկայացումով։ Ծրագրի պատրաստման համար կատարվեցավ հսկայական աշխատանք։ Մենք ունեցած ենք քննադատողական այցելություններ, երկխոսության ձևաչափով հանդիպումներ հայաստանյան իշխանություններուն հետ եւ մեծապես գոհ ենք, որ այժմ հստակ է, թե Հայաստանի իշխանությունները ինչ պետք է իրականացնեն, որովհետեւ ապահովվի Հայաստանի քաղաքացիներու համար ազատ մուտքի գարկը։ Այժմ մենք կաշխատենք այս ծրագրի իրականացման ուղղությամբ։ Ինչպես նշեցիք, երկխոսությունը սկսվել է 2024 թվականին։ Ինչ տեխնիկական եւ քաղաքական պահանջներ կան, որոնք Հայաստանը դեռ պետք է իրականացնի։ Մուտքի արտոնակիլներու ազատականացման գործողություններու ծրագիրը իրականության մեջ շատ նման է այն ծրագիրներուն, որոնք մենք ներկայացուցած ենք անցյալին, ազատ մուտքի գարկի երկխոսության նմանատիպ բարականերու, սակայն անիգա հարմարեցված է հայաստանյան իշխանության։ Խոսքը կվերապերի այն բարեփոխումներուն, որոնք Հայաստանը պետք է իրականացնե փաստաթուղթերու անվտանգության ոլորտեն ներս։ Այստեղ կխոսենք կենսաչափական անցակիրներու մասին, սահմաններու կառավարման, մարդոց տեղաշարժի, փախստականներու կառավարման, անձնական տվյալներու պաշտպանության ոլորտեն ներս, ասիգա եւս շատ կարեւոր պահանջ մնե, որ անհրաժեշտ է կատարել, բայց կան նաեւ պահանջներ օրենքի քերագայության եւ բդածության թեմ պայքարի ոլորտեն ներս, ինչպես նաեւ մարդոց անվտանգ տեղաշարժի եւ հիմնարար իրավունքներու ապահովման ուղղությամբ։ Համոզված եմ, որ թե Հայաստանում, թե Սփյուռքում ապրող հայերը շատ հետաքրքրված են, թե որքան ժամանակ կարող է պահանջվել վերջնականապես վիզաների ազատականացմանը հասնելու համար։ Օրինակ Վրաստանին դա մոտ 5 տարի պահանջվեց։ Մեկ կողմը լավ է համեմատել այլ բարականերու հետ, սակայն մյուս կողմը յուրաքանչյուր թեփք դարբեր է։ Ես իսկապես կհավատամ, որ ասիգա գախյալ է Հայաստանի իշխանություններեն հայ հասարակութենեն, հաստատություններու արդյունավետութենեն, թե որքան ժամանակ պիտի պահանջվի։ Գրնամ բացատրել գործընթացին գործառութային կողմերը։ Այս գործընթացը ղեկավարված է Եվրոպական հանձնաժողովի կողմէ, բայց Եվրոպական միության անդամ պետությունները այստեղ առաջնային թեր ունին։ Ուստի խոսքը կվերապերի բարեփոխումներուն, որոնք պետք է ըլլան խորքային, գայուն եւ որոնք պետք է ներառեն ոչ միայն իրավական փոփոխություններ, օրինակ օրենքի, կարգադրության կամ կանոնագարքի ընդունում, այլև անոնց իրական գործնական կիրառումը։ Այսինքն ամեն ինչ մեծապես գախյալ է այն բանեն, թե որքան արագ հայկական իշխանությունները իրականացնեն այս գործողություններու ծրագիրը։ Կարևորը նաեւ այն է, որ երկխոսության որակը իրապես շատ բարձր մագարտակի վրա է։ Գուզեմ ընդգծել բան մեևս մեր լսարանին համար, որ Հայաստանի իշխանություններու կողմէ գա զորավոր հանձնառություն եւ բարձր մասնակիտական պատրաստվածություն այս խնդիրները թիմակրավելու հարցի մեջ։ Իսկ այն կարևորագույն դարը, որ իմ կարծիքովս պիտի սահմանե իրականացված բարեփոխումներու որակը, ճիշտ այդ բարեփոխումներու սեփականադիրության զգացումն է։ Այսինքն կարծում եք Հայաստանի համար ժամկետները կարող են այլ լինել եւ ոչ նույնը ինչ Վրաստանի կամ այլ երկրների դեպքում էր։ Կգարձեմ Հայաստանի ժամկետները պիտի հաստատվին երկրին հանձնառությամբ սեփականադիրության մոտեցումով, բայց նաեւ այն ժամանակով, որ Հայաստանը իր հաստատությունները ոչ միայն կառավարությունը, այլև խորհրդարանը պիտի ծախսեն այդ բարեփոխումները իրականացնելու համար։ Մենք հրաբարակած ենք գործողություններու ծրագիրը։ Գործողություններու ծրագիրը շատ հստակ է այն բարեփոխումներու
պետություններու առումով, որոնք պետք է իրականացվին։ Այժմ պետք է սպասենք եւ տեսնենք որքան ժամանակ պիտի պահանջվի այդ բարեփոխումներու իրականացման համար։ Ես գուզեմ նաեւ ընդգծել, որ Եվրոպական միության անդամ պետությունները շատ ուշադիր պիտի լան այս բարեփոխումներու իրականացման որակին։ Սակայն մյուս կողմէ, երբ բարեփոխումները իրականացվին, գա զորավոր գամք եւ քաղաքական անձնարություն հարաճ շարժելու թեպի ազատ մուտքի գարքի։ Ասիգա շատ կարեւոր է ոչ միայն Հայաստանի համար, այլև սահմաններու երկու կողմերը ապրող մարդոց միջև գաբերու ամրապնդման տեսակետեն, ինչպես Եվրամիության, այնպես էլ Հայաստանի կողմը։ Ես վստահ եմ, որ ադիգա պիտի լա կորձիկը, որ պիտի նպաստե, որ ընտանիքները կարենան ավելի հաջող հանդիպիլ, ճամփորդել, ավելի լավ ճանչնալ Եվրոպական միությունը եւ ասիգա զգալիորեն օգտակար պիտի լա Եվրամիություն Հայաստան հարաբերություններուն համար։ What opportunities do you think that Ձեր կարծիքով ինչ հնարավորություններ կստանա հայ հասարակությունը այս բարեփոխումներից։ reforms? We are talking about reform. Մենք կխոսենք այնպիսի բարեփոխումներու մասին, որոնք ուղղված են Հայաստանի օրենքի քերագայության ամրապնդման։ Կխոսենք այն բարեփոխումներու մասին, որոնք օրինակ հայաստանյան անցակիրները ավելի անվտանգ պիտի դարձնեն նոր անցակիրներու մեջ ներառվող գենսաչափական տվյալներու շնորհիվ։ Կխոսենք սահմաններու կառավարման, անձերու դեղաշարժի, ինչպես նաև անձնական տվյալներու պաշտպանության մասին։ Անձնական տվյալներու պաշտպանությունը շատ կարևոր սկզբունք է, որ մենք կբաժնեկցենք ոչ միայն Եվրոպական միության շրջանակներեն ներս, այլև Եվրոպայի խորհուրդեն ներս, որուն անդամ է Հայաստանը։ Այսպիսով, խոսքը անձերու դեղաշարժի մասին է, ավելի անվտանգ եւ պաշտպանված միջավայրերս։ Սակայն գուզեմ հատկապես ընդգծել, որ հայաստանցիները իրականության մեջ պիտի ստանան մեծակույն առավելությունը ազատ մուտքի գարքին շնորհիվ, որովհետեւ անիգա զգալիորեն պիտի թյուրացնե Եվրոպական միություն ճամփորդելը։ Այժմ մենք արդեն ունենք մուտքի արտոնակիրներու թյուրացման համաձայնագիր, բայց ազատ մուտքի գարքով այլևս արտոնակիր պիտի չպահանջվի գարժաժամկետ ուղևորություններու համար յուրաքանչյուր 6 ամսվա մեջ մինչև 90 օր։ Ասիգա կնշանակե, որ շատ ավելի թյուրին պիտի լա ճամփորդել զբոսաշրջության կորձարարության նպատակով, իսկ բարձրապես ընտանիքներու հետ հանդիպելու, ժամանակ անցնելու, մարդոց հանդիպելու, մշակութային վայրեր այցելելու համար այս ամենը անգասկած պիտի լա շատ օգտակար։ This is certainly going to be very beneficial. Mr. Ambassador, overall, Պարոն դեսպան, ընդհանուր առմամբ այսօր ինչ մակարդակում են Հայաստան-ԵՄ հարաբերությունները։ Հավել եմ, վերջին այցի ընթացքում ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը նշել է, որ Հայաստանը եւ ԵՄ-ն երբեք այսքան մոտ չեն եղել։ Որքան մոտ են այսօր Հայաստանը եւ ԵՄ-ն։ are Armenia and the EU now? We have a very Մենք ունենք շատ սերտ գործընկերություն։ Դուք գիտեք, որ 2017-ին մենք ստորագրած ենք համաձայնագիր, որ ուժի մեջ մտած է 2021-ին։ Ադիգա համաբարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է։ Սակայն պետք է ասեմ, որ վերջին 2-3 տարիներու ընթացքին մենք տեսած ենք համագործակցության եւ գործընկերության խդացում։ Մենք ավելի սերտ համագործակցություն ունենք անվտանգության ոլորտեն ներս։ Եվրամիության դիտորդական առաքելությունը ներկայիս Հայաստանի մեջ կգտնվի։ Վերահսկելով սահմանները, օգնելով մարդոց անվտանգության ապահովման հարցերում մեջ, ներկա լալով սահմանամերձ հատվածներում մեջ։ Կգարձեմ ասիգա մեր համատեղ համագործակցության ծիրեններս շատ կարևոր բաղադրիչ մնե։ Ատգեզատ մենք շատ ավելի խորացած համագործակցություն ունենք տնտեսական գծով։ Կօգնենք ամրապնդել Հայաստանի տնտեսությունը, անոր թիմագայունությունը։ Օրինակ մբերեմ, անցյալ տարի մեր մասնավոր հատվածի ծրագիրներու միջոցով մենք աջակցած ենք ավելի քան 12000 փոքր եւ միջին ձեռնարկություններու դրամական հասանելիության, ինչպես նաեւ հետ վճարի աջակցության միջոցով։ Ասիգա Հայաստանի մեջ ստեղծված է ավելի քան 20000 աշխատատեղ։ in Armenia. So as I understood, Այսինքն, ինչպես հասկացա, կապն ու համագործակցությունը հատկապես խորացել են տնտեսական ոլորտում։ economic sphere. In the economic sphere, in Այո, տնտեսական ոլորտեն ներս, բարեփոխումներու ոլորտեն ներս։ Մենք կաճակցենք նոր ավելի գայուն հաստատություններու ստեղծման։ Գրնամ եւս երկու օրինակ բերել։ Օրինակ, Եվրամիությունը աջակցած է ներքին գործոց նախարարության ստեղծման եւ բարեկային ոստիկանության ձևավորման։ Շատ հբարդ է այցելել բարեկային ոստիկանության հրամանատարությունը եւ գուզեմ նշել, որ մենք նաեւ ինքնաշարժներ դրամատրած ենք բարեկային ծառայության։ Հարգավ ոչ ամբողջ քանակությամբ, բայց ներդրման զգալի մեկ մասը։ Այսինքն բարեկային ծառայության կողմէ օգտագործվող այդ ժամանակակից եւ բարձրորակ ինքնաշարժներուն մեկ մասի տրամական միջոցները դրամատրված է եվրոպական հարգադուներու կողմէ։ Ասիգա կարևոր է, որովհետեւ այդպես մենք կզորացնենք հայաստանյան ոստիկանության ծառայողական սկզբունքները, բայց միևնույն ադեն մարդոց կփոխանցենք այն զգացումը, որ պետությունը իրենց կողքին է։ Բայց մենք մեծ ներդրումներ կնենք նաեւ
յենթագառույցներուց իրեն ներս։ Այժմ նախադեсված ներդրումներու չափը կքերազանցե 2.5 միլիարդ եվրոն։ Անոնց մեկ մասը արդեն գիրականացվի, մեկ մասն ալ ստորագրված է կամ շուտով պիտի ստորագրվի։ Խոսքը ներդրումներու մասին է, կանաչ օրագարկի անցնելու ոլորտեն ներս, ճանապարհային յենթագառույցներու ոլորտեն ներս։ Օրինակ, Գյումրի-Երևան նոր ճանապարհին համար համադեղությամբ դրամամիջոցներ դրամատրված է Եվրոպական միության կողմէ։ Մենք կպատրաստենք նաև շատ խոշոր ներդրում կառավարության հետ միասին Սիսիան-Քաչարան հարավային ճանապարհահատվածի մեջ, որ Սյունիքը Հայաստանի համար բացառիկ կարևորությամբ տարածաշրջանը զգալիորեն ավելի պիտի մոտեցնե երկրի մնացյալ հատվածին։ Իդեպ, մենք ներդրումներ կնենք նաև Սյունիքի դիմակայունությունը ապահովելու ուղղությամբ։ Խոսքը կվերապերի փոքր յենթագառույցներուն, հասարակական յենթագառույցներուն, բայց նաև գրգին տնտեսական ոլորտին, փոքր եւ միջին ցերնարգություններու աջակցության։ Small and medium-sized enterprises. You also mentioned that Դուք նաև նշեցիք, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանին անվտանգության տեսանկյունից, եւ ինչպես գիտենք, 2023 թվականից ԵՄ դիտորդական առաքելությունն է գործում Հայաստանում։ Ինչպես կգնահատեք առաքելության աշխատանքը մինչ այժմ։ I have to say that I'm very impressed. Պետք է ասեմ, որ ես շատ տպավորված եմ այս առաքելության արդյունքներով եւ ասիգա հայտնի է եւ գնահատված է ամբողջ հայաստանյան հասարակության կողմէ։ Հատկապես անոնց, որոնք դուժած են հագամարտութենեն եւ մինչ այժմ կմնան հոգեբանական ծանր վիճակի մեջ։ Դեղվույն իրավիճակի հետևանքով առաքելությունը իր ներկայությամբ դեղվույն վրա կհավատամ եւ հույս ունիմ, որ օգնած է անցնելու նոր փուլի, խաղաղության եւ ղեկավարման նոր փուլի, բայց ամենակարևորը այն է, որ մարդիկ կզգան այս ներկայությունը։ Ես քանի անգամ այցելած եմ առաքելություն եւ տեսած եմ, թե որքան կարեւոր է անիգա այն մարդոց համար, դեղվույն գյուղացիներուն փողոցը աշխատող մարդոց համար։ Երբ դիտորդները գանցնին, մշտատի դարգողները կշարժին, մարդիկ տեսնելով եվրոպական թրոշները, գանք կառնեն, կփարևեն, կբատմեն իրենց մտահոգություններուն մասին։ Եվ ասիգա կգարձեմ շատ կարեւոր փաղաթրիչ մնե մարդոց միջև գաբերու եւ այն համերաշխության զարգացման, որ Եվրոպական միությունը ցույց կտա Հայաստանին։ Մենք կաչակցինք Հայաստանի ինքնիշխանության, կաչակցինք Հայաստանի դարածքային ամբողջականության, սակայն կարևորն այն է, որ այս աջակցությունը կմարմնավորվի դեղվույն վրա գտնվող մարդոց միջոցով եւ սահմանամերձ հատվածներում մեջ ապրող մարդիկ ասիգա կտեսնեն ամեն օր։ See this on a daily basis. are there any Կան intentions արդյոք մտադրություններ երկարաձգելու առաքելության աշխատանքը Հայաստանում, քանի որ ինչպես գիտենք, ընդունված որոշման համաձայն մանդատը սպառվում է 2027 թվականին։ We have not started this. Մենք դեռ չենք սկսած քննարկելու, թե ինչ պիտի լա Եվրամիության քաղաքացիական ներկայության հետ կապված։ Պետք է ընդգծեմ, որ այս առաքելությունը քաղաքացիական է, անզեն է։ Այդուհանդերձ իր ներկայությամբ անիգա գզորացնե մարդոց ապահով զգալու կարողությունը եւ ասիգա անոր լիազորության մեկ մասն է։ Այսպիսով մենք դեռ չենք սկսած քննարկելու, թե ինչ պիտի լա 2027-ին յետք։ Գուզեմ հստակացնել, որ այս առաքելությունը Հայաստանի մեջ կգտնվի Հայաստանի իշխանություններու խնդրանքով եւ անշուշտ հավանաբար անհարգի շուտ է խոսել աբակայի մասին, բայց կարևորը այն է, որ առաքելությունը շարունակե գադարել իր աշխատանքը, շարունակե բարեկությունն էլ։ Իդեպ կգարձեմ, քանի մօրեն անոնք պիտի հասնին արդեն 7000-րդ բարեկային շրջագայության շատ կարևոր եւ դպավորիչ թիվը։ Եվ պետք է ասեմ, որ այս դիտորդներու արհեստավարժությունը իրապես ուշագրավ է եւ անիգա էաբես կնպաստե այն համերաշխության ամրապնդման, որում մասին արդեն խոսեցա։ Of solidarity that I already mentioned. and we know that Եվ ինչպես գիտենք, կա նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։ Ձեր կարծիքով այս գործընթացը ինչպես կանդրադառնա Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա։ For the European Union, Եվրոպական միության համար խաղաղությունը մեր սերնդակրական ծածկակրին առանցքն է։ Եվրոպական միությունը ստեղծվեցավ, ինչպես գիտեք, որպես խաղաղության նախագիծ, երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտեն յետք։ Եվ անիգա այս առումով շատ հաջող եղած է, հատկապես վերջ տնելով տշնամության այնպիսի երկրներու միջև, ինչպիսին են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդերլանդները եւ այլք։ Իրականության մեջ այս բոլոր դարիներու ընթացքին Եվրամիությունը անընդհատ ընդարձակումներու միջոցով մենք դարածած ենք խաղաղության, բարօրության եւ համագործակցության այս դարածքը։ Ուստի մեզի համար շատ կարեւոր է, որ մենք խաղաղություն, համագործակցություն եւ փոխկապակցվածություն տեսնենք նաեւ հարավային Կովկասի մեջ։ Մենք բավական երկարադեն աջակցած ենք այս գործընթացին։ Մենք նաեւ ողջունած ենք այս համար Վաշինգտոնի մեջ տեղի ունեցած խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Ասիգա շատ կարեւոր եւ նշանակալի գործընթաց մնե։ Ես կհասկանամ, որ շատ հայերու համար, ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի մեջ խաղաղությունը շատ արժեքավոր նպատակ մնե։ Շատ
կարևոր ցկդումը։ Անոնք կցանգան ավելի շատ հարաճընթաց տեսնել դեղվույն վրա։ Մենք կաշխատենք այն ուղղությամբ, որ այդ զարգացումը ըլլա իրական տեսանելի։ Հայաստանի կառավարությունը կխոսի խաղաղության համագարկայնացման մասին։ Անոնք անդադար կաշխատին ադոր վրա։ Իսկ մեր կողմէ մենք պատրաստ ենք աջակցելու այս գործընթացին, մեր գործիքները իշարժ դնելով տրամական գործիքներ, ծրագիրներ, գաբուղիներու եւ փոխկապակցման նախագծեր, ինչպես նաեւ գողմերը մեկ սեղանի շուրջ բերելով։ Այս վահուն մենք դարբեր փաղաթրիչներու շուրջ քննարկումներ կվարենք։ Վերջերս ընդունվեցավ Սև ծովի ռազմավարությունը, որ Եվրամիությունը հաստատեց։ Մենք կուզենք, որ Հայաստանը ըլլա անոր մասը։ Արդեն դեղի ունեցած են բազմաթիվ նախարարական հանդիպումներ։ Հաջորդ շաբաթ Ուզբեկստանի մեջ դեղի պիտի ունենա տարածաշրջանները փոխկապակցող համաժողով։ Քանի որ շատ կարևոր է, որ փոխկապակցվածությունը չսահմանափակվի միայն այս տարածաշրջանի մեջ, այլ նաև գաբե Չինաստանը, Միջին Միջանցքը, Կենտրոնական Ասիան եւ Եվրոպան։ Եվ ես կհավատամ, որ Հայաստանը շատ կարևոր թեր պիտի ունենա այս գործընթացի մեջ, եւ մենք պատրաստ ենք աջակցելու անոր։ Փոխկապակցվածությունը միայն ենթակառուցվածքներու մասին չէ, անիգա նաեւ համայնքները միավորելու, արժեքային շղթաները ստեղծելու մասին է, որոնք խաղաղության եւ համագործակցության օգուտները դեսանելի պիտի դարձնեն յուրաքանչյուր հայու, յուրաքանչյուր մարդու համար, որ ներգրավված է այս գաբերում մեջ, որոնք գոյություն ունին եւ ավելի կամրաբնդվին տարբեր երկրներու միջև։ Strengthened between the different countries. And could we say that Կարող ենք ասել, որ տարածաշրջանում եւ Հայաստանում ստեղծված այս նոր իրավիճակը կավելացնի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Listen, the EU interest Տեսեք, Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ արդեն իսկ շատ բարձր է, եւ մենք կվայելենք գործընկերություն, որ շատ հակեցած եւ հստակ եւ շատ լայն շրջանագի ոլորտներ է ներս։ Ես արդեն հիշադակեցի անոնց մի քանին։ Գա զորավոր հանձնառություն եւ ընդհանուր արժեքներու համաթրման զգացում Եվրոպական միության եւ Հայաստանի միջև։ Քանի մօրեն Բրյուսելի մեջ մենք պիտի ունենանք գործընկերության խորհրդի հերթական նախարարական հանդիպումը։ Դուք հիշադակեցիք բարձր ներկայացուցիչ Քալասը, արտաքին գործոց նախարար Միրզոյանը եւս ներկա պիտի լա։ Կգարցեմ երկու կողմերում մեջ ալ գա զորավոր քաղաքական անձնարություն, որբեսի այս գործընկերությունը դառնա ավելի օգտավետ երկու կողմերուն համար։ Մենք բանակցած ենք նոր գործընկերության օրագարկին շուրջ։ Այդ գործընկերության օրագարկը այս հանդիպման ընթացքին պիտի ընդունվի։ Ասիգա նույնպես նոր հնարավորություններ պիտի ստեղծե բոլոր ոլորտներեն ներս, որոնց շուրջ խոսեցանք։ Անվտանգության ոլորտեն ներս մենք կքննարկենք, թե ինչպես զորացնել Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի կարողությունը ապահովելու մարդոց անվտանգությունը, որ քաղաքացիները կգնգալեն։ Օրինակ, ինչպես գիտեք, մենք բացած ենք Եվրոպական խաղաղության հիմնադրամը Հայաստանի զինված ուժերուն ոչ մահապեր, սակայն նշանակալի օժանդակություն ցուցաբերելու համար։ Ասիգա այն գործընթացն է, որ հիմա գիրականացնենք։ Մենք նաև գաչակցենք Հայաստանի անվտանգության ոլորտի բարեփոխումներուն։ Ասիգա եւս համագործակցության նոր եւ կարեւոր ուղղություն մնե։ Մուտքի արտոնակիրներու ազատականացման երկխոսությունը բարեփոխումներով եւ վերջնական արդյունքով նույնպես պիտի զորացնի այս գործընկերությունը։ Երբ խոսքը կվերապերի տնտեսության եւ փոխկապակցվածության, ես կհավատամ, որ այս նոր իրավիճակեն փոխող հնարավորությունները անշուշտ պիտի զորացնեն մեր համագործակցությունը, ինչպես նաև եվրոպական ընկերություններու մասնակցության հնարավորությունները այս գործընթացներուն, իսկ հայաստանյան ընկերություններուն ավելի մեծ ծավալով արտահանել Եվրոպական միություն։ Ասիգա պիտի ստեղծե ավելի գայուն հնարավորություններ աշխատադեղերու եւ Հայաստանի տնտեսության համար։ for the Armenian economy. Շնորհակալություն հարցազրույցի համար, պարոն դեսպան։ Շնորհակալ եմ ձեզի։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ ես զրուցում էի Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Այսօր այսքանը, հաջողություն։